Ազգային ժողովի նիստերի դահլիճում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում թեմայով։ Թեմայի վերաբերյալ հարցեր է բարձրաձայնել նաև ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, միևնույն ժամանակ զարմանք հայտնել, որ ամիսներ առաջ իր ուղարկած այն հարցմանը, թե Հայաստանի Հանրապետությունում մարակաչապերից որը տարեկան ինչքան խախտում է արձանագրել, ստացել է պատասխան, որ նման վիճակագրություն պատկան մարմինը չի վարում։ Ինձ իրականում հետաքրքիր էր, թե որ հատվածներում է Հայաստանի եւ ենթադրում էի, որ ոստիկանությունը կամ ճանապարհային ոստիկանությունը պիտի շահագրգիռ լինի ոչ թե տուգանքների կամ այդ խախտումների արձանագրման մասով, այլ ընդհանրապես ճանապարհային անվտանգության աստիճանի բարձրացման հարցում այդպիսի զարմանալի պատասխան ստացա, որ նման վիճակագրություն չի վարվում։ Առաջին հարցս այն է, թե արդյոք սկսելու եք վարել, դա կարևորում եք, թե ոչ։ Հաջորդ հարցը վերաբերում էր Գյումրի-Երևան Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածին եւ Բարսեղյանի բնորոշմամբ այդ հատվածի ոչ նորմալ կարգավորումներին։ Խայտառակ վատ կարգավորումներով շինարարական բեռնատարներ օգտվում են ընդհանուր օգտագործման այդ ճանապարհից, պետական մայրուղուց, հոսքից, եթե որևէ մեկը կարգով քշի, այդ ճանապարհը մինչև վերջերս 3.5-4 ժամում պիտի հասներ։ Ձեզ հայտնի է, որ բոլորը խախտում են անխտիր, բոլորը խախտում են այդ կարգավորումները։ Սա արդար համարում եք, թե ոչ, տուգանվում են հատուկենտները։ Պարոն Բարսեղյան, իհարկե, եթե նման նախադեպ կա, արդար չեմ կարող համարել, ոնց կարող է բարեկը ոստիկանը տեսնի խախտումը եւ չգրանցի։ Եվ չգիտեմ, ունենք այդ կարգի մենք խնդիր։ Հնարավոր է այդ պահին տեղում չլինեն, հնարավոր է չնկատեն, բայց նկատելու դեպքում չի կարող լինեն, այնքան խիստ է դրված։ Բարեկային ծառայության մասին ի նկատի չունեի ասելով, դա թե կոռումպացվել են, մեկին լավություն են անում, մեկին վատություն, բոլորովին դա ի նկատի չունեի։ Ակնհայտ է եւ աներկբա է, որ այդ ճանապարհի վրա բոլորը խախտում են, որտեղ կարգավորումներն աննորմալ են։ 30, 50 եւ հիմա այդ նոր բացված Ազատան Թալին հատվածում երկկողմանի ճանապարհը բացված է, կահավորված է եւ այլն, բայց արագության առավելագույն սահմանափակումը 70 է սահմանված հիմա։ Իսկ սա հանգեցնում է անընդհատ խախտումների եւ բարեկային ծառայությունը բնականաբար իր ունեցած հզորություններով չի կարող ամբողջ այս խախտումները արձանագրել եւ պատասխանատվություն ձևակերպել։ Հիմա հարցս հետեւյալն է, թե ոստիկանությունը այդ կարգավորումները ինչու է նորմալ համարում։ Շնորհակալություն, պարոն Բարսեղյան, այսօրվա քննարկումից թվում է հենց պատճառը դա է, որպեսզի կարողանանք այդ հարցերի լուծումները գտնել։ Աստղիկ Խաչատրյան, Հայկ Կապրելյան, այսօր։